Այսօր ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչ չի կարող Հրիշչյանի նայի մասից Սարին, չի կարող ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել, որ այսօր տաճարը Ստեփանակերտում քանդում են, դա մենք չենք պատկերացրել, անհնար եղել այդ մասին մտածել։ Շնորհակալություն։ Հաջորդ օրը խորոված փարթի են անելու։ Խորոված փարթի են անելու հաջորդ օրը։ Ձեզ համար դա նորմալ է։ Սիրելի լրագրողներ ջան, գիտեք Ծառուկանը հարցերից չի խուսափում, ինչ որ պատկերացնում եմ, ինչ որ մտածում եմ, այսօրվա օրը թողեք հանգիստ, այսօր եկել են գործել հարգանքի տուրք մատուցելու, տեսնում ես ամբողջ ժողովուրդը այստեղ իրենց երեխաների թորների հետ, ամբողջ աշխարհը սգում է, հիշում է, մենք պետք է միասնական լինենք այդ ստեղծած արածը, որ եթե այսօր 40 երկրից ավել խոշոր պետություններ ընդունել են, օրենքներ են ընդունել, քրեական են դարձել, ովքեր որ հակառակ ասեն։ Նույնը մենք պետք է անենք եւ պետք է ոնց որ Գերմանիան ընդունեց հրեաների ցեղասպանությունը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի։ Նորեն ժամանակ կարող ենք մնացած մասի խոսել։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։